Ուրախ եք, որ Իսրայելը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Հա, ես չգիտեմ ինչի ուրախ եմ, ուրախ չեմ, ի՞նչ է տալու դա մեզ։ Պետք է հասկանալ ինչի համար է հիմա ճանաչել, այդ է հարցը։ Այդ դրա համար այդքան չեմ կարող ասել ուրախ եմ թե տխուր։ Կարևորը դա է իմանալ ինչի համար։ Ինչ տարբեր չի ճանաչել։ Այդքան երկիր ճանաչել է, թղթի վրա փաթաթ շպրտած այն կողմ, այդ ինչի մարից։ Ինչի վրա եք ուրախանում։ Հա, իհարկե։ Շատ։ Ես սպասում էի միշտ, որ ինքը գոնե ճանաչի։ Ինչ է կարծում, ինչ կտա դա մեզ օրինակ է կարծում։ Ինչ կտա։ Կարծում եմ որոշ բաներ կտա, բայց կոնկրետից չեմ կարող ասեմ։ Կտա էլի։ Ինչի՞ չի տա։ Աշխարհը որ երկրներ ճանաչել են ինչ որ բան տվել է, չէ՞։ Չի տվել։ Դե, նայած։ Ձեր կարծիքն ենք պատկերացնում, ոնց է։ Չէ, դուք այնպես պեսիմիստորեն ասեցիք, կտա, անպայման կտա մի բան։ Շատ Որ տա կտեսնեք։ Ոչ, ինչ կա ուրախանալու։ Իսրայելը օգտագործում է հաղթաթուղթ որպես Թուրքիայի դեմ։ Իսկ մենք հաղթաթուղթ ենք, թող ավելի լավը չճանաչի։ Իսրայելը երկու դեպք կա Իսրայելի հայոց ցեղասպանությունը ճանաչելու։ Առաջինը սուտ է ասում, երկրորդը խաղ է խաղում։ Ամեն դեպքում Իսրայելից լավ բան չի սպասվում։ Սա լավ բան է։ Պետք է ճանաչումը լավ է։ ուրախ եք այդ Ուրախ ենք հա։ Անշուշտ պետք է ուրախ լինենք, որ Թուրքիան մեր քեդիները ետ վերադարձնե։ Թուրքիան մեր հողերը ետ վերադարձնե։ Իմ բաբիկս, իմ դադիկս ամենը Թուրքիայի ծնունդ են։ Ես սիրիացի եմ, բայց հոլանդակ եմ։ Ուրախ եք, որ Իսրայելը հայոց ցեղասպանությունը ճանաչել է։ Ես ինձ հարցը չեմ էլ ուզում պատասխանել։ Ինչ կարծիք չէ, բայինը։ Ախր ինչ կարծիք, Նիկոլասը ցեղասպանություն չի եղել, մենք ենք մեղավոր եղել։ Էլ ինչ կարծիք։ Ասմալը պիտի բարձեին, տեղի ա եղել ցեղասպանությունը։ Էլ ինչի մասին է խոսքը։ Ես քաղաքականությամբ ընդհանրապես չեմ զբաղվել։ Հետաքրքիր է։ Ինչ կարծիք ունեք։ Կարևոր չի ով կճանաչի, իմ կարծիքով կարևորն է նա, որ մենք չուրանանք, ամենակարևորը։ Թող աշխարհի 99%-ը ճանաչի, բայց եթե մենք չենք ճանաչում կամ մենք քայլեր չենք անում, այդ ամեն ինչ մեր համար ոչ մեկ չի կռվի, եթե մենք չուզենանք կռվենք։